Տիկին Ջուլհակյան, իհարկե իսկապես շատ կարևոր նախաձեռնություն է, հատկապես համապետական ընտրություններից առաջ, որովհետև մենք ինքներս, ես նույնպես ուզում եմ խոսել հենց այդ դիտորդական ճակերտավոր առաքելության մասին, խոսեմ վերջին ընտրությունները վաղ շաբաթում, որ անցկացվեցին, հիմնականում ամբողջ ընտրական պրոցեսների վրա ստվեր էր գցում հենց այդ ձեր նշած հայաքվե դիտորդական առաքելությունը, ով իր էջում կոնկրետ քաղաքական դիրքորոշում է հայտնում եւ ասում է ինչ նպատակով են իրենք առհասարակ։ Հիմա ուզում եմ հարցս հետեւյալն է, այս փոփոխությունից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիիրավ իրավունք ունի այդ դիտորդական առաքելությունը, ով նաև իր ուղղությունն է նշում կամ իրենց կարող եմ ասել հայաքվե ազգային քաղաքացիական միավորում է, որի նպատակն է կանխել Հայաստանի Հանրապետության կապիտուլյացիան, հասնել, չգիտեմ, իշխանության հեռացմանը, նման գրառումներ են անում իրենց էջում եւ նման միավորումները դառնում են անկախ դիտորդներ, այսինքն լրիվ իրավունք ունի կենտրոնական ընտրական այս փոփոխությունից հետո իրենց չգրանցելու, մենք ճիշտ ենք հասկանում։ Տիկին Մանավարյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք ունի չգրանցել այն կազմակերպություններին, որոնց անվանումները համընկնում են ընտրություններին մասնակցող, ասոցացվում են ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների հետ, կուսակցությունների դաշինքների հետ, թեկնածուների հետ, եթե դրանք անհատ թեկնածուներ են օրինակ լոկալ ընտրությունների ժամանակ, հավատարմագրելուց հետո էլ իրավունք ունի քաղաքական չեզոքության խախտման դեպքում, եթե դա արել է ամբողջ դիտորդական առաքելությունը, ուժը կորցրած ճանաչել հավատարմագրված դիտորդական առաքելությանը եւ ինչպես արդեն ասեցի պարոն Եղոյանի հարցին ի պատասխան անհատ դիտորդներին։ Մի կարգավուն, որ այս պահեդրությամբ առհասարակ չկա։ Այդ դեպքում նույնպես կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարույթ հարուցել եւ իր որոշմամբ դիտորդների ցանկից հանել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։